Բարև ձեզ հարգելի աստղադիտողներ, Եվրոմեդիայի տաղավարում զրուցելու ենք քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի հետ, շնորհակալ եմ հրավեր ընդունելու համար։ Շնորհակալություն հրավերի համար։ Պարոն Բադալյան, մեկ շաբաթ է արդեն նախընտրական քարոզարշավի փուլում ենք, այսպես տարբեր ուժեր, տարբեր մեթոդներով, մեկը վիդեո տարբերակներով, մեկը դուրս է գալիս փողոց, քաղաքացիներին խոստումներ տալիս, այսպես ամեն մեկը իր ուժերի ռեսուրսների չափով քարոզարշավի անում, ես ուզում եի հասկանանք, թե որ ուժը ինչ է առաջարկում, ով է ավելի արդյունավետ ու ինչ պատկեր ունեն քարոզարշավի այս փուլում։ Դե բնականաբար մի բան հստակ է, ամենաակտիվը այսպես իշխող ուժն է, ով դռներ թակելով, այսպես մարդկանց տուն մտնելով։ Չասենք ամենաակտիվը ինքն է, ակտիվներից մեկն է ինքը, որովհետև կան այլ դիմադիր այլ ուժեր, Հայաստան, Դաշինք, Ուժեղ Հայաստան, ինչ որ չափով բարգավաճ Հայաստան, որոնք նույնպես համայնքներ գնում են, իհարկե կան որ դուռ են թակում, կան որ չեն թակում, բայց մարդկանց հետ անմիջականորեն հանդիպումներ ունենում են։ Նայեք, երբ որ վերցնում ենք այս գործընթացը, համարյա մեկ շաբաթ անցել է, իհարկե պաշտոնական մեկնարկից, որովհետև ոչ պաշտոնական մեկնարկը շատ վաղուց է սկսել, շատ վաղուց։ Եվ կարող ենք ասել, որ իշխող քաղաքական ուժի համար օգոստոսի 8-ը դա այն ժամանակաշրջանը, երբ որ կարելի ասել ոչ պաշտոնական մեկնարկը խաղաղության, այսպես կոնցեպցիան դրվեց շրջանառության մեջ։ Միջև տեխնոլոգիական մասին անդրադառնալը նշենք ընդհանուր տեսակետը, որ գիտեք, ինչ մենակ տեխնոլոգիաներով չի, որ դու կարող ես հաջողություն հասնել, որտեղ ոմանց նկատմամբ կամ ոմանց մոտ կան թյուր պատկերացումը, որ դու լավ տեխնոլոգիա եթե անես, դու հաջողություն կունես։ Պետք է հասկանալ, որ տեխնոլոգիան ինքը զուտ հնարք է քո ասածը շատ կարճ ժամանակահատվածում, կարճ ճանապարհով քո ընտրողի գիտակցության մեջ մտցնելն է, որը նրան դրդում է գնալ գործողություն անել, այսինքն գալ քեզ քվեարկել, այսինքն դա ընդամենը հնարք է, շատ արդյունավետ քո ասածը տեղ հասնելու համար, ինքը հրաշք չի։ Դրա համար զուտ տեխնոլոգիական գործընթացի վրա չպետք է հույսը դնել, ինչ տեխնոլոգիան են, որ ես հաջողություն ունեմ։ Կարևորը ռազմավարությունը, ստրատեգիան ամենակարևորը է ինչ ասել, որ մարդիկ գնան քեզ քվեարկեն։ Բայց եթե մենք ընդհանուր նայենք, ուժերի ասելիքը, օրինակ իշխող ուժի եւ ընդդիմադիր հիմնական բևեռների ուղղված է ոչ թե հանրությանը, այլ իրար են այսպես, ինչ որ հայտարարություն անում, մեկը հակադարձում, վիրավորում, հայհոյում։ Այսինքն ոչ թե մարդկանց է ուղղված, թե ինչ են առաջարկում, այլ իրար այսպես։ Մի քիչ այդպես չէ։ Կա ձեր ասածը շատ ճիշտ է, դա էլ տեղին է, ասեմ ինչու է նաև դա արվում, բայց միայն դա չէ, որովհետև ամեն դեպքում իշխող քաղաքական ուժը առաջարկում իր խաղաղության ծրագիրը, որ երկիրը պետք է խաղաղ լինի, փակում ենք Արցախի հարցը, դա սխալ էր, Արարատը հանում ենք, սուս ու փուս մեր այս տարածքում մնում ենք այս սահմանների շրջանակներում եւ ընդհանրապես արևելքից աճից ձախ ճանապարհը գնում է, իհարկե հյուսիս-արև ճանապարհ չի գնալու, այլ գնում է ընդհանրապես արևելքից ու արևմուտքից դեպի արև Եվրոմիությունից կենտրոնականացիան տեղից ռեսուրսները այս տարածքով հանում են, այսինքն ստեղծվում է մի հրապարակ, որտեղ կան ընդհանրապես մի քանի շինություններ եւ դուք ճանապարհ, որտեղ մի քանի շինություն կա, հյուրանոցը սպասարկող կետա, սննդի կետա, որտեղից մեքենաները գնում գալիս են, պետություն որպես ինքնիրին այս Սամանը ձևական բնույթ է ստանում, էլի։ Այ խաղաղությունը մոտավորապես դա է, որտեղ չկա հեռակարապագա, հարևանը հետ լավ պետք է լինենք առանց հաշվի առնելու, որ հարևանը չի ուզում քո հետ լավ լինել եւ խնդիր ունի ինքը, ասենք տարածքային միանալու Թուրքիա-Ադրբեջան, դա հաշվի չեն կառնում, միջով նիսես բան ենք ասում։ Հիմա սա խաղաղության իրենց ծրագիրն է։ Իհարկե նշում են այս տարածքները, որ մնում է, կարևոր չէ, տարածքը ինքը մնում է Հայաստանը օբյեկտից դառնում է ընդհանրապես տարածք, 28000 ինչ որ մի տարածք։ Սա իրանց կոնցեպցիան է, որը իրանք փորձում են, ասենք, ներկայացնել։ Կա հակառակ սրա կոնցեպցիան ազգային ժողովրդավարական բևեռ, որն էլ ասում է Հայաստանը Քուր Արաքսից մինչև Վիլսոնյան հետ։ Ծով Հայաստան։ Ծով Քուր Արաքսից Վիլսոնյան սահմաններ, Ամերիկայի հետ ուրեմն դաշնակցած մենք հզոր ազգային պետություն ենք ստեղծում։ Առաջին դեպքում ոնց որ ամեն ինչ տարածք է, ոչ մի ազգային բան չկա, երկրորդ դեպքում տարածքով մեծ ազգային պետություն կոնցեպտուալ սրանք հակադիր իրար կոնցեպցիաներ են, որոնք իրոք մրցակից կոնցեպցիաներ են։ Ստացվում է, որ իշխող ուժին հիմնական ընդդիմադիր այսպես տեսլական ներկայացնում է
Բևերը այդպես է։ Այդպես է ստացվում։ Հակադիր տեսլական է ներկայացնում, ամբողջովին հակադիր տեսլական է ներկայացնում։ Լավ չի ներկայացնում, դե ոչ թե Հայաստան դա, ուժեղ Հայաստանը, Հայաստան դաշինք։ Չէ, ես ինչ եմ, այս խաղաղությունը, ես կսակ ասեմ, այդ խաղաղությունը, դրա խաղաղության հակադիր, ասենք, այս տարածքի մեջ խաղաղություն, մյուս ասում չէ, մեծ տարածքի մեջ հզոր Հայաստան։ Սա մեջ ընդհանրապես ասած փոքրիկ ինչ որ մեր համար գլուխներս կախում է յոլա գնանք այն մյուս ասում չէ խոշորանանք Ամերիկայի միասին դաշնակցած այս տարածքը վերստենք այսինքն կոնցեպտ գաղափարական հա իմաստային տեսակետից հակառակ կոնցեպցիան ԱԺԲ-ն է ներկայացնում այս պահի դրությամբ մյուսը ուժերը ասում կա ձեր ասած ուժեղ Հայաստանը հա նրա ղեկավարներից մեկը Նարեկ Կարապետյանն ասաց մենք տարածք հարևաններ նկատմամբ տարածքային վեճ բաներ հավաքություններ չունենք այս տարածքի մեջ ասենք տնտեսություն ենք զարգացնելու, ապրենք, այսինքն տարածքը նույնն է, ուղղակի եկեղեցու դեմ գործողություն չենք անելու, ազգանը չենք վերացնելու, գործաներ են կառուցելու, բայց այս տարածքի մեջ յոլա գնանք։ Մյուսներն էլ են այսպեսի դրությամբ ասում, հա Արցախի հարցն դե, չգիտեմ, Եվրոպա ինչ-որ բանաձև կընդունի եւ այլն։ Այսինքն տարբերությունը իշխող քաղաքական ուժի եւ մյուս, ասենք, հա, անդիմադրուժի միջեւ ընդհանրապես ազգային, այսպես, այս մեկի համար խաղաղությունը զուտ տարածք է, մյուսները Հայաստանը որպես օբյեկտ է դիտվում, այսինքն տարածք չի։ Նույնիսկ ազգայինը մնում է, հնարավոր է հետագայում ինչ-որ զարգացումներ լինեն, բայց միաստիճան բարձր այդ պահով իրանք հակադիր են, այդ պահով են հակադիր, որ այս խաղաղության կոնցեպցիայի մեջ ազգային բան չկա, սա ընդհանրապես գլոբալիստների կողմությամբ տա գտնվող տարածք է, որով գնալու են գն տրանսպորտային միջոցները։ Այս կողմից մեջ չէ, մենք տարածք չենք, նաև տնտեսություն, արդյունաբերություն պետք է զարգացնենք, ԵԱՏՄ-ի հետ, Ռուսաստանի հետ ինտեգրվենք, դա էլ հակադիր իշխող քաղաքական ուժին, այսինքն կան հակադրություններ, նույնը չեն։ Եվ կան երրորդ, այսպես արդեն նշեցի, ԱԺԲ-ն, որը ավելի մեծ Հայաստանի կողմնակից է։ Այսինքն իմաստային տեսակետից սրանք իրար հակադիր ուժեր են, ինչ որ չափով, թե տարածքային, թե նաև ինտեգրացիոն գործընթացներով կամ աշխարհակահաղական կողմնորոշմամբ։ Նույնպես հակադիր են Հայաստան դաշինք ասում մենք ԵԱՏՄ, ասենք, կամ ուժեղ Հայաստանը այդ կոնցեպցիայի մեջ ենք զարգանում, իշխող քաղաքական ուժը ասում չէ, մենք արևմուտքի հետ ենք զարգանում ու գործողություններ անում է դեպի արևմուտք գնալու համար, այսինքն կողմնորոշում փոխելու համար։ Այս պահով իհարկե նրանք հակադիր իմաստային իմաստերեն առաջարկում, եթե նայում ենք, այ 3 իմաստներ կա։ Այդ դրա համար նրանք 3 իմաստային բովանդական տեսակետից 3-ն են քաղաքացիական պայմանագիր կուսակցություն, ռուսամետ 3 անդիմադիր ուժեր, ազգային ժողովրդավարական բևեռ։ Մյուսները, քանի որ այդքան ազդեցիկ չունեն, հիմնականում պայքարում են, ասում են 4%-ը, նրանց մի մասը 4%-ը հաղթելու համար, իսկ մի մասը ընդհանրապես զուտ ամբիցիայի ձեռք փոշիացնելու համար։ Նայեք, իշխող ուժը ասում է մենք 65%-ի ակնկալիք ունենք։ Հա բոլոր տենց են ասում։ Հիմա նայեք։ Հիմա մենք հասկացանք, չէ, ինչ ուժեր են եւ ինչի համար են պայքարում։ Մի քանի ուժ պայքարում են նաեւ 4% հաղթելու համար, մի քանի ուժ ընդհանրապես ձայն է փչացում։ Դե հասկանալի է, որ չգիտեմ, Քոչարի պարողների կուսակցություն կամ չգիտեմ, այնտեղ ուրիշ ինչ բան, հա, ռեֆորմիստներ կա, չգիտեմ, բարեփոխիչներ են, շորալյանսներ եւ այլն։ Վարդան Ղուկասյանը կարող է 4% հաղթարի, դեպետել ասում, չնայած իր բանտում գտնվելը եւ Չերևալը եթերում էական մեծ վնաս հասցրեց ուրեմն հա իր ընտրազանգվածին, որ ընտրազանգվածը սովորեր իրան էկրանով տեսնելու, լսելու եւ ըստ այդմ գործելու եւ քանի որ ինքն չհաջողվեց բանտերից դուրս գալ, ինքը հեռախոսով է ընդհանուր խոսում, դա էականորեն իր ընտրազանգվածի մոտիվացիա վերածում է, բայց ամեն դեպքում 4%-ի հաղթահարելու հնարավորություն ինքը ունի, էլի ամեն իր ընտրազանգված այդքանը ունի, կանցնի թե չէ չեմ կարող ասել, բայց ունի այդ պոտենցիալը, եթե հանրապետական լավ աշխատանքից միասնության թևերը կարող է 4%-ը հաղթահարելու հնարավորություն ունենալ, հանրապետություն կուսակցությունը իր հակառուսականության շնորհիվ կարող է 4%-ը անցնելու հավակնություն ունենալ, մնացածների մասին այս պայդրությամբ իմ կարծիքով դեռևս դնում եք մեկում նրանք ընդհանրապես ձեն փոշիացնողներ են, հետագայում ինչ կլինի մոտակայք ուշապատում դնենք մեկում։ Այսա ընդհանուր կոնցեպցիան է, որ ներկայացնում են։ Հիմա զուտ տեխնոլոգիական տեսակետից շատ աղքատիկ է, ահավոր աղքատիկ է, տպավորությունը այնպեսին է, որ ոնց որ թե 95 թվականի, հա, ազգային ժողովի առաջին բոլոր ուժերին էլ, հա, բոլոր ուժերին։ Իհարկե կան ինչ-որ առանձին տեխնոլոգիաներ, քարտեզներ, սրտիկներ, թխվածքներ։ Չեն գործում։ Չէ, դա չեն գործում, ինչքան թխված կլինի բանը, դա։ Բայց տեսնում ենք օրինակ Հարզաշովի ժամանակ քաղաքացիներից շատերը ու անկեղծ որպես ներկամարդ
այդպես պայքարում են, կռվ են տալիս քարտեզ ստանալու։ Հիմա քարտեզը չէ, քարտեզը դա բան է։ Սիմվոլիկա։ Չէ, քարտեզը դա բան է, քաղաքացին ինքը դրա կողմնակիցն է։ Քարտեզը ինքը թղթային կրիչ է, որը նախկինում էլ, 95 թվականն էլ ուրիշ քարտեզ կամ թռուցիկ են բաժանում, նույն ձևի իրենք է թռուցիկն են ուզում։ Վերջը 21-րդ դարն է։ Արհեստական բանականություն կա, տարբեր տեսակի ուրեմն տեխնոլոգիաներ կա, որը կարող է օգտագործել եւ բավական հաջողություններ ունենալ եւ քո ասելիքը ավելի տեղեկատվական դաշտում ավելի լավ ներկայացնել։ Մենք տեսա հոլովակները նույն ոչնչով չեն տարբերվում, ասենք 95 թվական տեսալ հոլովակով, երբ որ մարդ կանգնում է եւ իր ասածը ասում է, իրան թվում է, որ սա, չգիտեմ, ընտրողը sense բանո գործ ունի, sense պետք է անգիր հիշի թե ով ինչ ասեց եւ գրառի մոտ որ գնա քվեարկության մեկը միշտ հիշեք, մարդիկ չեն քվեարկում գիտակցական մտածելակերպով, իրենց մտածում են, բայց իրական մարդիկ քվեարկում են ենթագիտակցությունից ելնելով, մարդկանց ենթագիտակցության մեջ կան պատկերացումներ, ինչպիսի երկիր ենք ուզում կամ ով այդ երկիրը ուրեմն ով է փրկիչը որ մեզ պետք է առաջնորդի փրկի այս երկիրը եւ երրորդ էլ որ չգիտի ասենք թե երկիր թե ով պետք է ինչ երկիր ազում կամ ով պիտի փրկի ինքն էլ պահի տակ է քվեարկում չգիտեմ ընկերը մի բան կասի գնում է քվեարկել մի հատ ուրիշ ընկեր է իրան հանդիպում համոզում է որ չէ այս մեկն ավելավ միտքը փոխում գրման նրան ընտրում սա տատավող ընտրազանգվածն է այսինքն մարդ երբ որ սկսում ես դու ասենք բան բաժան քարտեզ բաժանել կամ ինչ որ վիդեոյով հաղորդումների ժամանակ քո դիրքորոշում ասել մարդիկ դա չեն հիշում դու պետք է ավելի շուտ ուրիշ տեխնոլոգիական գործընթացով ազդես իր ենթագիտակցության վրա տեխնոլոգիաները շատ հարուստ են տասնյակ մենակ վիդեո տարբերակներ կան եւ անձնական կինոյի մասին իդեպ այնտեղ նաեւ ժամանակ կա քանի րոպե դա պետք է լինի որպեսզի բայց Հայաստանում այդպես զարգացած է այդ քաղաքական տեխնոլոգիաները չէ դա չզարգացա որտեղ մեր մոտ քաղաքական տեխնոլոգիաները եթե եթե չկան քաղաքական դե հիմա դա չի նշանակ չէ մի րոպե եթե չկա էտա կասեմ ոնց է լինում ինչու չզարգացավ ընտրական տեխնոլոգիաները որտեղ մեր մոտ ընտրությունները տեխնոլոգիական գործընթաց չեն մեր մոտ ընտրությունների ժամանակ կիրառվեց քվեաթերթի գողանալ բան քվեատու փոխելը լցոնում անելը մարդկանց փող տալը երբ որ այս տեխնոլոգիաներն են աշխատում չէ հələ մի րոպե երբ որ այս տեխնոլոգիաներն են աշխատում նորմալ ընտրական տեխնոլոգիան չեն աշխատում հիմա վարչական ռեսուրսի կիրառում կա որի մասին լրատվամիջոցներն են գրում եւ տարբեր դիտորդական բանը կառույցներ են գրում ինչու հարցրի որտեղ նայեք իշխանությունները ինչ են ասում են տարիներ շարունակ գործող ընդդիմությունը երբ որ եղել է իշխանություն գործել է ընտրակաշարք այսպես թաղայինների մեթոդը այդպես ճնշումներ մարդկանց վրա բանեցրել հիմա էլ ասում է իրանք են եկել ընդդիմություն դարձել իշխանությունից ընդդիմություն ու փոխանակ մենք կաշառք բաժանենք իրանք են բաժանում այդպես է այդ ասենք ինչի է կաշառք բաժանելու գործընթացը անդադ շահարկում նայեք ոչ թե շահարկումը դերում շրջանառության բաներ ձայնագրություններ են ամեն շաբաթ հրապարակվում հիմա նայեք հնարավոր ենթադրություններ իհարկե դրա մասին կասենք, բայց ընդհանուր տեխնոլոգիական տեսակետից ինչ որ հարուստ բան չկա, բայց այդտեղ ուրիշ խնդիր կա։ Ինչով այս ընտրությունները տարբերվում նախորդ 35 տարի Հայաստան տեղ ունեցած ազգային ժողովի նախագահի, նույն նաև Երևանի ավական ընտրությունից, Երևանի ավական ընտրություն ասում, որտեղ Երևանի ավականին ամեն դեպքում Հայաստանի կեսն էր, էլի, կարող ասենք համապետական ընտրություններ։ Ինչով է տարբերվում դրանցից։ Մի կարևոր հանգամանքով նախկինում արտաքին քաղաքական գործոնը այսքան մեծ ազդեցություն չի ունեցել ընտրությունների վրա։ Հիմա պետք է հասկանանք, այս ընտրությունները սա ներհայաստանյան ընտրություն չի։ Սա հավաքական արևմուտքի, Եվրոմիություն, Բրիտանիա, Թուրքիա, նաև հասկանում ենք Ադրբեջան, Ամերիկա, ինչ որ չափով Իսրայել, այս մի կողմից էս հավաքական արևմուտքն է, մյուս կողմից ուրեմն Ռուսաստանն է։ Նրանց պայքարն է Հայաստանի Հանրապետությունում իշխանություն հաստատելու համար։ Ոնց որ Ուկրաինայում նրանց միջև պայքարն է, բայց դա ռազմական բնույթ է կրում։ Հիմա հունիսի 7-ին նրանց միջև պայքարն է լինելու Հայաստան իշխանություն հաստատելու համար, ով հաղթում է, նա ստանում է ամբողջ Հայաստան, ով պարտվում է, նա հեռանում է ամբողջությամբ։ Այսինքն, սա ներհայաստանյան գործընթաց չի եւ հասկանալի է, որ այս պարագայում իմ կարծիքով ես ենթադրում եմ, որ
թղթով չի որոշվել իշխանության հարց, այսինքն որակյալ կամ անորակ քարոզարշավ անցկացնելով չի որոշել։ Ու դրա համար, երբ որ հարց ենք տալի որակյալ է թե չէ, ասում եմ չէ, որակյալ չէ, իսկ ինչու որակյալ չի։ Ոչ միայն դրա համար, որ որակյալ մասնագետներ չեն հրավիրել թեկուզ դրսից ներսից եւ այլն, որպեսզի բավականին բարձր մակարդակով ընտրաշավ անցկացվի, այլ ենթադրում են, որ միգուցե երկու կողմն էլ գիտեն, որ նրանք ուժով են պահելու իշխանությունը կամ ենթադրաբար պետք է փորձեն ուժով իշխանությունը վերցնեն։ Ինչ է սա նշանակում։ Իշխող քաղաքական ուժը չունի այն վարկանիշը, որ կարողանա ավելի շատ ձայն հավաքի, քան ընդդիմադիր 3 հիմնական ռուսամետ ուժերը միասին վերցած։ Ուժեղ Հայաստան, Հայաստան դաշինք եւ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը, անգամ իր դաշնակից ընդունենք, ասենք, Հանրապետություն կուսակցությունը անցավ 4%-ը, էլի քաղաքացիական պայմանագիր Հանրապետություն կուսակցությունը չի ստանում այն ձայների քանակը, որտեղ դա փակ ու բաց սոցիոլոգիական, ու բաց չասենք, փակ սոցիոլոգիական հարցման տվյալներն են ցույց տալի, որ չի ստանում այն ձայների քանակը, որպեսզի կարողանա 52% ավել հավաքի, որպեսզի այնտեղ հա սահմանադրական արդեն մեծամասնություն եւ այլ այդ 60 քանի տոկոս ձայնը ստանա, որտեղ 52-ից հավաքում ես փոշիացած ձայներ եւ այլն, հաշվարկա դա առանձին դնենք։ Այսինքն լինի միասնական կամ կոալիցիոն կառավարություն։ Դա նշանակում է, որ ես ենթադրում եմ, որ իշխող քաղաքական ուժը փորձելու է ուժային բոլոր տեխնոլոգիաները կիրառելով, եթե պետք է վարչական ռեսուրսի ուրեմն կիրառում, հա, մարդկանց, որ դպրոցներից ոնց էին հավաքում բերում, որ հիմա գիտեք, չէ՞, դրա մասին ազատման դիմում են գրել։ Ահա, կարող է բերեն, հետո ազատման դիմում գրեն, հետո այդ դիմումը նորից բան կանեն։ Ուրիշ արկղերի լցոնումներ, քվեատուփերի փոփոխություն, լույսերի անջատում, հիշում եք, 21 թվականին ընտրություններին մի քանի մարզում, մի քանի ժամով լույսը անջատվեց Վրաստանից։ Հիմա Վրաստանի կարիք չկա, հիմա Ռուբիլիկը հոսանքի իրանց ձեռքն է, որ տեղամասում կուզեն կանջատեն, տեսախցիկները կանջատվեն, իսկ դուք չգիտեք այդ ժամանակ ընդդիմադիր, ասենք այդ հանձնաժողովի այդ տեղամասում ինչեր տեղի կունենան, կարող են շատ հանգիստ, հա, լույս անջատելուց հետո, ասենք, սպառնալ ընդդիմադիր հանձնաժողովի ընդդիմադիր անդամների վրա եւ այլ, այսինքն ենթադրաբար, սա կարծիք է գնահատողական, որ իշխող քաղաքական ուժը կփորձի ուժով իշխանությունը պահել, որովհետեւ պետք է հասկանանք, սա ներհաստանյան գործընթաց չէ, սա այդ հավաքական արևմուտքի ուրեմն պահանջն է իշխող քաղաքական ուժից մնալ իշխանություն եւ ավարտին հասցնել ծրագիրը։ Գինը դրա որն է լինելու։ Դրա գինը լինելու է այն, որ իշխող քաղաքական ուժը մնում է իշխանություն եւ կատարում է արևմուտքի հավաքական արևմուտքի պահանջը։ Որն է այդ արևմուտքի պահանջը, հիշում եք, չէ, Հայաստան Եվրոմիություն առաջին գագաթաժողովի ժամանակ ինչ ասեց Ֆրանսիայի նախագահ Մակրոնը, Հայաստանի անկախության համար պետք է ասենք վերացնելը խոչընդոտող հանգամանքը դա Հայաստանում գտնվող 4000 ռուսական զորքերն են, Գյումրի բազան, եւ 1000-ից ավել սահմանապահներ, նրանք պետք է դուրս գան։ Այն ծրագիրը, որ իրականացվում է հիմա, հա, Արցախի հարցը փակել, Զանգեզուրի միջանցքը տրամադրել եւ ռուսական ռազմաքաղաքական ուրեմն ներկայացում չեզոքացնել։ Մոտապես 2 օր առաջ վարչապետը ինչ ասեց, Գյումրիում գտնվող բազան պետք է ասում է կամաց պետք է դուրս գան ռուսական զորքերը այդտեղից։ Չէ, զորքեր չասեց, պետք է Հայաստանի իրավասության ներքոդ լինի, էլի մոտավորապես ինչ որ դուք եք ասում, ինքը մի քիչ ուրիշ ձևացած, բայց միտքն է ինչ որ դուք ասեցիք։ Այդ դա է ծրագիրն է, այդ գինը դա է, դա պետք է լինի։ Գումարացի իհարկե հեծը վերցել են, հեչ են տալու, երկաթգիծը կվերցնեն հունիսի 7-ից հետո միանշանակ, նու Գազպրոմ Արմենիան պետականացնեն այսպես թե այնպես եւ ռուսական կապիտալի դուրսբերումը։ Այ ռուսական ենթակառուցվածքի, կապիտալ չէ, ենթակառուցվածքի դուրսբերումը եւ վերափոխումը, սեփականաշտորումը։ Այս գինը սա է։ Դրա համար եմ ասում, իրանք փորձեն այդ ծրագիրը միջավայր չհասնել։ Դրա համար իրանք ունեն հավաքական արևմուտքի աջակցությունը բացառությամբ զինված աջակցությունից։ Այսինքն փողը կտան։ Դիվանագիտա ինչ ուզում է, հենա, ընդամենը 2 օր առաջ ԵԽԽՎ բանաձև չէ ընդունվեց, որ Հայաստան դաշինքն դրա դեմ դուրս եկավ եւ ասաց, որ
օբյեկտիվ չի, այնտեղ բավականին սուբյեկտիվ բաներ կան, հատկապես եկեղեցի հետ կապված։ Այսինքն եվրոպական բոլոր կառույցները միանշանակ իշխող քաղաքական ուժին ունեն պաշտպանում։ Դիտորդները գալու են ասեն իդեալական շվեյցարական ընտրություններ, ինչ ուզում ես արոզ, ոնց մարդ է տեղամասում։ Գալու են ասեն բան է շվեյցարական իդեալական ընտրություններ են։ Տեղեկատվականը ամեն հնարավոր ամեն ինչ աջակցելու են, բացառությամբ զորք չեն մտցնելու այս տարած, որտեղ ենթակառուցված չկա զորք մտցնելու, թե չէ դեռ կանեն, սահմանակից չենք։ Այսինքն սա այս պահանջն է, որ փորձել է իմ կարծիքով ուժով պահել։ Մյուս կողմը, ռուսական կողմը, ես ենթադրում եմ, որ դուք հայտարարությունը բնականաբար ծանոթ եք Պուտինի հայտարարությանը վերջին, որ կամ ԵՄ կամ հիմա ռուսական կողմն էլ իհարկե ծանոթ են, որ հանրաքվե հետ կապված հարցը դրեց հանրաքվե եւ փաստացի հունիսի 7-ին դա հանրաքվե է լինում էլի, որ կողմ ես գնում, վստահում ես, այսինքն հունիսի 7-ին լինելու է մեկ հարց. վարչապետ Նիկոլ Փաշինյանը մենակ կամ այսինքն ԿՊ-ով կամ կառույցով մնում է վարչապետ, թե չի մնում վարչապետ, հունիսի 7-ի հարցը սրա մեջ է կայանում, որտեղ եթե ինքը վարչապետ չի, այնտեղ ԿՊ չկա, միանգամից ԿՊ-ն լուծարվում է, մի ղեկավար մասը անմիջապես Հայաստանից հեռանում է, մնացած մասը վազում են ընդդիմադիր ուժերի մոտ, ուրեմն ասես իրենց անձնական անվտանգությունը ապահովելու համար։ Եթե, ասեմ, հաջորդ կողմը քայլ է ձեռնարկի, որովհետև այս կողմը չկասկածեք ամեն ձևով փորձել է իշխանությունը պահել։ Հիմա կասեմ նաև ինչու են այդ կաշառքի հետ կապված հարցերը դրվում շրջանառության մեջ, նույնպես ենթադրաբար եւ փաստացի այս կողմը ենթադրում են ռուսական կողմը, որ ապուշ չի, ինքը այդ ամեն ինչը հասկանում է, որ իշխող քաղաքական ուժի վերարտադրումը ցանկացած ձևով բերելու է իր հեռացմանը։ Չի կարա ռուսական կողմը այլևս մնացել։ Ոչ սահմանապաններ, ոչ բազան եւ մնացած ենթակառուցվածքը չի մնալու, դա 100% է, դա կասկածի ենթակա չի, որովհետեւ Հայաստանը վերջին այն շլագբաումն է, որը Եվրոպան կապում է կենտրոնական Ասիա, այս ամբողջ տարածքում մնացել է մի հատ Հայաստան։ Եթե դա էլ անցնում արևմուտքից կողության, տակ այս տարածքը ամբողջովին հակառուսական, հակաիրանական տարածք է վերածվում եւ թե Ռուսաստանի, թե Իրանի դեմ օգտագործվում։ Հիմա ռուսական կողմը ինքը պետք է որոշի։ Ինքը համակերպվում է հեռանալու, իսկ հեռանալու է միշտ, թե չի համակերպվում։ Եթե չի համակերպվում, ինքը պետք է փորձի ինչ որ ուժային տարբերակով հակակշռել իշխող քաղաքական իրավունք կա, ախր բան Բադալյան, որ իրավունքի մասին չեն խոսում։ Իրավունքի մասին չեն խոսում։ Կապ չունի կլինի Ռուսաստան, կլինի Եվրոպա, թե այլ ուժ։ Այդպիսի ինչպես կարող են միջամտել այդպիսի։ Ուրեմն իրավունքի մասին չեն խոսում, որովհետև հիմա իրավունքի դար չի։ Հիմա ուժի դար է, ով ուժեղ է, նայել ճիշտ է։ Ո միշտ է տենց եղել, ես ասեմ, հա ուժն է ծնում իրավունքը, դա Գարեգին մեջ դա են ասել։ Դա միշտ է այդպես եղել։ Իրավունքը մոռացեք, դրում եք մի կողմ։ Ուժային մեթոդների։ Ուժային մեթոդներ, իրավական կողմը ընդհանրապես դիզայն, այսինքն ժողովուրդը որ գնաց դիզայն, եթե ռուսական կողմը ուժային տարբերակով կարողացավ հակազդել արևմուտքի ուժին, այդ դեպքում ինքը կորոշի խորհրդարանում որ ուժը ինչ հարաբերակցություն կլինի, նախ ով կլինի խորհրդարանում, ինչ հարաբերակցությամբ եւ ով ելնելու վարչապետը անկախ նրանից թե ընդդիմադիր ռուսամետ ուժերի տեխնատունից մեկը, հա կամ նրա թիմակիցներից մեկը րոպե մեկ կրկնում է, որ ապագա Հայաստան լինելու է այսինչ վանոնով վարչապետը, հա, խնդիրը ինքը չի որոշում, ով է վարչապետ լինելու։ Եթե ուժային տարբերակ եղավ, ուրիշ մարդ է որոշում եւ ուրիշ մարդ է լինելու վարչապետ։ Այսինքն սա պետք է հասկանանք, որ հունիսի 7-ը չի լինելու շվեյցարական բանատրություն։ Դրա համար ընտրական կամպանիայի որակը որպես այդպեսին ոչ թե պետք է իմաստ չունի, հասկանում ես, դու լավ եթե դու անգամ այնպեսի քարոզարշավ անցկացրեցիր, որ ստացավ խորհրդան, ասենք ընդդիմադիր ռուսամետ ուժերը, գերազանց քարոզարշավ անցկացրեցին, սենց շվարած ամբողջ հասարակությունը, սենց թե ինչպեսի որակյալ քարոզարշավ, մաստեր կլասա ցույց տալիս ստանում է 70%, միանգամից ջրերս են դուրս գալիս ձեր ասած այս կաշառքի հետ կապված քրեական գործերը եւ չի բացառվում, ես չգիտեմ, բայց չի բացառվում տարբերակ, որ իշխող քաղաքական ուժը մտնում է սահմանադրական դատարան եւ ասում է այս կաշառքի դեպքերը ազդել են ընտրությունների արդյունքի վրա։ Քանի որ սահմանադրական դատարանը մեր մոտ խիստ օբյեկտիվ սահմանադրական դատարան է եւ միշտ 35 տարվա ընթացքում խիստ օբյեկտիվ եւ անաչառ դատական որոշումներ է կայացրել, ինքը կայացնում է հերթական անաչառ դատական որոշումը եւ չի բացառում, որ ընտրությունների արդյունքները չեղարկվում են։ Եւ կենտրոնական ընտրական հանձնաժողովը կարող է նորից
դա հետաձգի 6 ամիս հետո հարց չտան դա իրավական է, սահմանադրական է, դա կարևոր չի։ Մի անգամ ասել։ Այսինքն հիմիկվանից հիմքեր են ստեղծում հետագայում վիճարկելու համար։ Ես չէ, ասեմ կարող է լինի, ես չեմ պնդում, չեմ մեղադրում ոչ մեկին։ Դա ընդհանրապես ենթադրություն է, որ կարող է հետագայում ամեն ինչի համար այդ գործընթացը տեղ ունենա։ Իսկ այդ 6 ամսվա ընթացքում հավատացեք Հայաստանից թե սահմանադրական, սահմանապահ զորքը, թե ռազմաբազան դուրս կգան եւ այլ իրավիճակ կլինի։ Ինչին կբերի ռուսական կողմից ձեր ասած այս գործընթացը, որովհետև ռուսական կողմն չի պատրաստվում, իմ կարծիքով ինքը չի պատրաստվում դուրս գալ Հայաստանից։ Դրա համար Պուտինի ձեր այդ հայտարարությունը ընտրություն կատարեք, հա, դա մենակ հունիսի 7-ին չէ, մայիսի 26-27-ին լինելու է ԵԱՏՄ նիստ եւ վարչապետը հասկանալի ասաց, որ այնտեղ քարոզարշավի հետ կապված ինքը չի կարող գնալ, գնում է փոխվարչապետից մեկը եւ այդտեղ արդեն խոսում են, որ կարող է որոշում կայացվի Հայաստանի մասին։ Չգիտեմ ինչքանով կարող են ենթադրել, որ այդտեղ կարող են Հայաստանին դնել վերջնագիր։ Մի հարց էլ, օրինակ իշխանությունները ասում են, որ այդպիսի մեխանիզմ չկա, որ այս կամ այն երկրի դա կառույց է ու ցանկացած երկիր ինքն է որոշում անդամակցի, թե չէ, ասում են մեզ չեն կարող այնտեղից, այդպիսի մեխանիզմ ասում են չկա, որ ստիպեն Հայաստանին ԵԱՏՄ-ից դուրս գալ։ Հա, դե դուրս չեն գա, ուղղակի կարող են ասել հունիսի 1-ից սառեցնեն քո այդ հարաբերությունները։ Դուրս մեխանիզմ չկա, ապահում չէ, բան հապկում սառեցման մեխանիզմ չկա, չէ։ Հիմա էլ իրանք են ասում սառեցնում ենք։ Քո անդամակցությունը սառեցնում են, ինչու՞։ Պատճառ ունեն բերելու, որովհետև Հայաստանը Եվրոմիության հետ այս հռչակագիրը որ ստորագրել է 44 կետանոց այդ հռչակագիրը, այնտեղ եթե ուշադիր նայեք, այնտեղ որոշ կետեր կարող է գտնել, որը հակասում է ԵԱՏՄ-ի հետ, ուրեմն նորմատիվ իրավական չափորոշիչներին, այսինքն Հայաստանը Եվրոմիության հետ այս եւ նախորդ ժամանակահատվածում ստորագրված որոշ փաստաթղթերի մեջ կարող են գտնել որոշակի կետեր, ենթակետեր, նախադասություններ, բառեր եւ այլն, որը հակասում է Հայաստան եւ ԵԱՏՄ իրավական նորմատիվ այդ չափորոշիչներին եւ այլն, որի մասին Օվերչուկը նշեց, որ Հայաստանի այդ վերաուղղորդավորումը արդեն նորմատիվ իրավական դաշտում հակասություններ ստեղծել է, այսինքն իրանք դա արդեն ունեն։ Կարող են դա դնել Հայաստանի առջև եւ ասեն, կամ հունիսի 1-ից չէ, հուլիսի 1-ից ասեն, որ գիտեք ինչ, ձեր նկատմամբ կիրառվում է Եվրոմիության անդամակցության երկրի չափորոշիչ, այսինքն հունիսի 1-ից դադարում է Հայաստան, Ռուսաստան, օթային այդ հաղորդակցություն ինքնաթիռները չեն թռչում այստեղ, այնտեղ, մեկ։ Ձեր նկատմամբ մտցվում է վիզաների ռեժիմ։ Ձեր խոպանչիների կամ աշխատանքային միգրանտների նկատմամբ խնդիրներ են ստեղծում։ Ձեր ապրանքները արդեն մաքսազերծվելու են Եվրոմիության հետ կապված ապրանքներով, իսկ քանի որ Եվրոմիության հետ, գիտեք, Ռուսաստանը պատժամն է սանկցիոն հետ մեխանիզմ ունի Եվրոմիության բարենային ապրանքների հետ, կարողացի ձերը նույն բարենային ապրանքների հետ են ուրեմն սանկցիա են կիրառում, ոնց որ իրանց հետ են կիրառում, կամ գազի հետ կապված, քանի որ գազը սահմանին 177.5 է, իսկ դուք այդ գնով եք սահմանին առնում, չնայած սպառողը ուրիշ գնով է առնում, կասի սահմանում դարձնում եք այնքան, ինչքան Գերմանիայում 600 դրամ։ Նշանակում է դու այստեղ ավելի մեծ գնով ես առնում, այսինքն 5 անգամ բարձրացնում է, պարզացած խանութում է 200 դրամանոց մատնակաշը, ու որոշ տեղերում 220, նայած խանութ, դառնում է ասենք 1000 դրամ։ Գնար, խնդիր չի, այսինքն ռուսական կողմը ենթադրաբար կարող է գնալ ուրեմն այդ քայլերի, կգնա թե չէ, չգիտեմ, չեմ ասում, կգնա թե չէ, բայց ենթադրաբար, որտեվ հասկանում եք, սա հունիսի 7-ի ընտրությունները ներհայաստանյան ընտրություններ չեն։ Սա աշխարհաքաղաքական հակամարտությունն է Հայաստանի Հանրապետության տարածքում։ Ոնց կավարտվի, չեն կարող ասել։ Իհարկե, ամեն ինչը գնահատողական դիրքորոշում է, ասենք ինչ որ, հա, մեղադրանք կամ բան եւ այլն իր մեջ չի պարունակում։ Ուղղակի գնահատական մոտեցում են ցուցաբերում։ Շնորհակալ եմ, պարոն Բադալյան, տեսությունից։ Խնդրեմ։ Հարգելի արտադիտողներ, Եվրոմեդիայի տաղավարում զրուցում ենք հաղթեխնոլոգ Արմեն Բադալյանի հետ։ Շնորհակալ եմ հետևելու համար, կհանդիպենք։